Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հուսով եմ լավ եք, ես էլ եմ լավ։ Այս համատարած քարոզարշավների թողուբոհի մեջ ես ուզում եմ ձեզ առաջարկել այս անգամ դիտեք կատակերգական ֆիլմեր, կոմեդիաներ այսպես ասած, շատ հետաքրքիր ցանկ եմ առանձնացրել ձեզ համար, մի քիչ կհանգստանա ձեր ուղեղից, թողուբոհից, այստեղ ունեմ իմ ամենասիրելի ֆիլմերի շարքն է, ուղղակի քանի որ իմ սիրելի ֆիլմերը շատ են, ես այստեղ 10 ֆիլմ եմ առանձնացրել ձեզ համար, կարծում եմ ձեզ շատ է դուր գալու այս ֆիլմերը, որոնք ես հիմա կառաջարկեմ, որպեսզի դիտեք։ Ուրեմն առաջին ֆիլմը Без тормозов ֆիլմն է, այստեղ գլխավոր հերոսը Խոսե Գարսիան է, ում ես շատ սիրում եմ, շատ յուրօրինակ կոմեդիա ֆիլմ է, անպայման կդիտեք։ Ասեմ, որ ես ֆրանսիական կատակերգական ֆիլմերը առաջին տեղում են ինձ մոտ, որովհետև ֆրանսիական կատակերգական ֆիլմերը, կոմեդիաները կոնկրետ, մանավանդ Լյուկ Բեսոնի ֆիլմերը։ Ես միայն ֆրանսիականներն եմ սիրում, չնայած ասեմ, այս վերջերս նաև հայտնվել են իսպանական ֆիլմեր, էլի շատ հետաքրքիր, բայց միևնույն է ֆրանսիական կինո կատակերգությունները դրանք ինձ համար առաջին տեղում են։ Ֆրանսիական կոմեդիաներին ես չգիտեմ հավասարը։ Երկրորդ ֆիլմը իմ շատ սիրելի դերասաններից մեկն է, Քրիստիան Կլավիեն է գլխավոր հերոսը, ֆիլմը կոչվում է Безумная свадьба։ Քրիստիան Կլավիեն եւ Ժան Ռենոն ինձ համար մի առանձին անկյունում են որպես յուրահատուկ դերասաններ, կատակերգական ժանրի մեջ իհարկե, յուրահատուկ, չնայած Ժան Ռենոն ամեն կերպարում է յուրահատուկ, Քրիստիանը նույնպես, բայց նրանց շատ սիրում եմ նաև Коридоры времени ֆիլմում, շատ սիրուն կոմեդիա է, խորհուրդ եմ տալիս անպայման դիտեք, կա առաջին ֆիլմը, երկրորդ ֆիլմը, երրորդ ֆիլմը անգամ կա, խորհուրդ եմ տալիս անպայման կնայեք Коридоры времени ֆիլմը։ Полный привод ֆիլմն է 2002 թվականի, ժողովուրդ ուշադիր եղեք, ռեժիսորը Ալեն Բերբերյան։ Սա ես չգիտեմ, ես ոնց նկարագրեմ այս ֆիլմը, այստեղ շատերդ կիմանաք մի ֆրազա կա, որ ասում է «Կանչիտա танцует մամբո», կհիշեք այդ ֆիլմը, այստեղ նույնպես գլխավոր հերոսներից մեկը Խոսե Գարսիան է, խորհուրդ եմ տալիս անպայման դիտել։ Չորրորդ ֆիլմը մեզ մոտ գալիս է «Предложение» ֆիլմը, կինոկատակերգություն է, ֆիլմի գլխավոր հերոսուհին է Սանդրա Բալոկը եւ Ռայան Ռեյնոլդսը։ Շատ սիրուն, շատ յուրօրինակ ֆիլմ է, մի քիչ էլ հուզական է։ Մյուս ֆիլմը Девушка моих кошмаров, յուրահատուկ ֆիլմ է, ինձ համար էլի սիրուն սցենարով, սիրուն դերասաններով, մի խոսքով կդիտեք, անպայման։ Մյուսը Однажды в Вегасе։ Ինձ թվում է շատերը դեք այս ֆիլմը նայել, բայց խորհուրդ եմ տալիս նորից վերանայել։ Մյուս ֆիլմը, որ ուզում եմ ձեզ առաջարկել, սա Случайный муж ֆիլմն է, այստեղ գլխավոր հերոսուհին Ումա Թուրմանն է։ Սա շատ սիրուն, զավեշտալի պատմություն է, անպայման կդիտեք։ Այստեղ Ուման հոգեբանի կերպարում է, հոգեբան կին է, ով ռադիոհաղորդավարուհի է եւ մարդկանց խորհուրդ է տալիս, կանանց խորհուրդ է տալիս, թե ինչպեսի տղամարդկանց հետ իրենք պիտի ամուսնանան, իրենց զույգին ինչպես պիտի ընտրեն։ Մի խոսքով փակագծերը չեմ բացում, անպայման կդիտեք այս ֆիլմը։ Մյուս ֆիլմը, որ ուզում եմ ձեզ առաջարկել, Замуж на 2 дня։ Այստեղ մեր մոտ գլխավոր հերոսուհին Դիանա Կրուգերն է, ինձ թվում է բոլորդ գիտեք նրան Տրոյա ֆիլմից։ Հելենայի կերպարն էր կերտում։ Մի քիչ այս ֆիլմը համ կատակերգական է, ժողովուրդ, համ հուզական է, համ յուրահատուկ ֆիլմ է։ Խորհուրդ եմ տալիս նորից դիտեք անպայման։ Մյուս ֆիլմը Невеста с того света, շատ սիրուն յուրահատուկ սցենարով ֆիլմ է, սա նույնպես դիտեք։ Մյուսը մեզ մոտ գալիս է Да здравствует Франция, այսպես ասեմ մյուս վերնագրով ասեմ Թաբուլիստան ֆիլմը, անպայման կդիտեք։ Ես ասում եմ ֆրանսիական ֆիլմերը ինձ համար միշտ առաջին տեղում են։ Այս ֆիլմերը կդիտեք, խնդրում եմ կթողնեք ձեր մեկնաբանությունները, թե այս ֆիլմերից, որոնք ես թվարկեցի, որը դուք ավելի շատ սիրեցիք եւ որն եք ավելի շատ կարոտել, եթե դիտել եք։ Դե ինչ, իմ սիրելի հետևորդներ ջան, ձեզ էլ ասեմ հաճելի դիտում։ Կհանդիպենք։